Որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործը մատուցել իբրև իրավական գործընթաց, միևնույն է, քաղաքական մոտիվները ակնհայտ են։ Արնուլ լրատվականը տեղեկացավ, որ պետական պարգև ստացած քննիչն է 3 ողջ ծանրությունը 9 ժամ տևած դատական նիստի ժամանակ իր վրա վերցրել։ Արնուլ լրատվականի տեղեկություններով քննչական կոմիտեում ձևավորված մոտ 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է 3 եղել Սամվել Կարապետյանի կալանքի գործով նիստում հիմնական ելույթ ունեցողը, իրավական բանավեճ տարողը։ Նա է հիմնականում պատասխանել փաստաբանների հարցերին, թեպետ Սպարտակ Պողոսյանի հետ եւս 2 քննիչներ են դատանում եղել։ Արնուլ լրատվականի իրավապաշտ շրջանակներ իր աղբյուրներից պարզեց, որ այսօր ժամը 15-ից շարունակվելու է 3 ընդհատված դատական նիստը, որի ընթացքում բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները կներկայացնեն իրենց դիրքորոշումները։ Քաղաքացիները եւս իրենց աջակցությունը հայտնելու համար այսօր 19:00-ից կհավաքվեն հակակոռուպցիոն դատարանի մոտ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։